Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումների ավարտը իսկական քննարկումների ալիք բարձրացրեց հեռուստադիտողների շրջանում։ Սերիալը, որը ամիսներ շարունակ պահում էր բարձր ռեյտինգ և հանդիսատեսին պահում լարված սպասման մեջ, իր ավարտով ևս կարողացավ զարմացնել ու հակասական զգացումներ առաջացնել։ Հեռուստադիտողների կարծիքները վաղուց արդեն բաժանվել էին երկու հստակ ճամբարի։ Մի մասը համոզված էր, որ Աննայի ճակատագիրը պետք է կապվի Սոսի հետ, նրանք միասին անցել էին դժոխքի միջով, միասին կորցրել ու գտել, միասին պարզել ճշմարտությունն իրենց դստեր Անգելինայի մասին։ Թվում էր հենց այս պատմական վերամիավորումն է սերիալի տրամաբանական ու արդար ավարտը։ Սոսը տարիներ շարունակ սիրել էր Աննային, պաշտպանել, սպասել, զոհաբերել իրեն և շատերի համար նա էր արժանի Աննայի սիրուն ու ընտանիքին։ Մյուս հատվածը սակայն հավատում էր, որ Աննայի կյանքում ամեն ինչ այնքան էլ սև ու սպիտակ չէ։ Նրանք կարծում էին, որ Միքայելի հետ անցած տարիները որքան էլ լի լինեին մեղքերով, խաբեությամբ ու ցավով, միևնույն է ձևավորվել էր մի կապ, որը հնարավոր չէր պարզապես ջնջել։ Աննան նրա հետ էր ապրել, ընտանիք ստեղծել, որդիներ մեծացրել և նաև դուստր։ Կիսել կյանքի այդ կապը, որքան էլ խեղված, շարունակում էր գոյություն ունենալ։ Եվ հենց այստեղ է, որ Դիանա Գրիգորյանը որոշեց չգնալ սպասելի ու հեշտ ճանապարհով։ Սցենարիստը հրաժարվեց դասական կանխատեսելի երջանիկ ավարտից և ընտրեց շատ ավելի բարդ մարդկային ու վիճահարույց լուծում։ Ճիշտ է, Աննան ու Սոսը գտան իրենց դստերը, վերագտան իրենց ծնողական իրավունքները և թվում էր, թե դրանից հետո նրանց միավորումը պետք է անխուսափելի լինի, սակայն «Վերջին զանգը» հենց այն սերիալն էր, որտեղ սերը միշտ չէ, որ հաղթում է այնպես, ինչպես հանդիսատեսն է ցանկանում։ Դիանա Գրիգորյանը հստակ շեշտեց մի կարևոր գիծ. Աննան երբեք չէր կարող լինել իր քրոջ ամուսնու հետ, նույնիսկ եթե տարիներ առաջ սեր է եղել, նույնիսկ եթե կյանքը նրանց բաժանել ու կրկին միավորել էր։ Այդ բարոյական սահմանը սերիալում երբեք չի ջնջվել և հենց դա էլ դարձավ վերջնական որոշման հիմքը։ Նկարահանման հրապարակից տարածված վերջին կադրերն արդեն իսկ խոս ունեին։ Վերջին տեսարանում Աննան ու Միքայելն են միասին, ինչը փաստում է, որ սերիալի ավարտին Աննան մնում է Միքայելի կողքին։ Սա շատերի համար դարձավ անսպասելի, նույնիսկ շոկային շրջադարձ, իսկ մյուսների համար կյանքի խառը, բայց իրական արտացոլում։ Ոչ բոլոր պատմություններն են ավարտվում այնպես, ինչպես մենք ենք երազում։ Այս ավարտը ստիպում է մտածել, քննարկել, վիճել ու վերադառնալ սերիալի սկզբին, նոր աչքերով դիտելով հերոսների ընտրությունները։ Հենց սա էլ «Վերջին զանգը» սերիալի ուժեղ կողմերից մեկն էր։ Այնինչ չէր վախենում կոտրել կարծրատիպերը, չէր փորձում հաճոյանալ բոլորին և ընտրում էր պատմել այն պատմությունը, որը սցենարիստը ճիշտ էր համարում։ Սերիալի ավարտը որքան էլ հակասական է, հաստատ մեկ բան արեց՝ անտարբեր չթողեց ոչ ոքի, և հենց դրա համար էլ «Վերջին զանգը» դեռ երկար կմնա հեռուստադիտողների քննարկումների կենտրոնում որպես սերիալ, որը համարձակվեց այլ ավարտ ունենալ։ Նշենք, որ 3. Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվեց նոր տեսանյութ «Վերջին զանգը» հեռուստասերիալի վերջին նկարահանումից ու պարզ դարձավ, որ Աննան ընտրել է մնալ Միքայելի կողքին, քանի որ վերջին կադրը հենց նրանց մասնակցությամբ էր։ Իհարկե, հեռուստադիտողների մի մասը այսքանով հիասթափություն ապրեց, բայց բարոյական առումով կարծում ենք ամենաճիշտ որոշումն էր, քանի որ Աննան երբեք չէր կարող մնալ Սոսի հետ, քանի որ ինչքան էլ քրոջ հետ թշնամիներ էին, իսկ Սոսին անցյալում սիրել էր, միևնույն է նա քրոջ որդին ունի և իհարկե Սոսը Աննայի քրոջ ամուսինն է եղել։ Աննան այդ բարոյական սահմանը չէր կարող անցնել և իր քրոջ ամուսնու հետ լինել։ Ինչքան էլ Միքայելի հետ ունեցել էին տարաձայնություններ, Միքայելը խլել էր իր երեխային, միևնույն է նրանք համատեղ երեխաներ ունեն և բնականաբար Աննան կցանկանար իր երեխաների կողքին տեսնել նաև իսկական հոր կերպարը, հատկապես, որ հավանաբար Միքայելը տարիների ընթացքում փորձել է ապացուցել իր սերը Աննայի ու ընտանիքի հանդեպ, չնայած իր սխալներին։ Դե ինչ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք
Արդյոք կարդարանան ձեր սպասելիքները հեռուստասերիալի ավարտին և ցանկանում էիք արդյոք, որ Աննան մնար Միքայելի կողքին և ոչ թե Սոսին, արդյոք ճիշտ սցենարային լուծում էր Աննայի որոշումը: Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին, չմոռանաք նաև բաժանորդագրվել, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն: